Ըստ կարելի ասել, որ մինչև այսօր ոստիկանությանը մեղադրում են Պարոյանի Գրիգորյանի սպանության համար այն առումով, որ կանխարգելի գործողություններ չի արվել, այս նախորդ տարվան է վերաբերում, բայց այս տարի եղել են դեպքեր, երբ կանխարգելի գործողություններ շանելու հետևանքով սպանություններ է եղել, օրինակ Նույն Մուրացի դեպքը, Բելիքիի դեպքը, այսինքն համայնքային ոստիկանությունը արձանագրել ես նշում, որ այդ իմաստով կանխարգելի գործողություններ շանելու իմաստով բավականին վերաբերում է, որովհետև հիմնականում ընդդիմում են կանել շնորհական դրա սպանություններ կրնել եւ այլն։ Եվ երրորդ հարցը ձեռնաշփթանները Վրաստանի ես հիշում եմ, որ վերջերս երկրագիր Ծաղիկյանի տեղափոխում են ոստիկանության մեքենայով, ձեռնաշփթանները փորձ են ամրացնել, բայց ամրացված չէ։ Սա իմաստը որն է, եթե մարդու դաստակերա չի ուզում ամրացնել արդյոք, որ մենք ձևական գործողություններ Եվ մեկ հարց է, երբ ես դնի դատական իսկի էի, Ղարաբաղյանների ուղեկցում եք քրեակատարողական ծառայությունը, նախկինում հիշում եմ, որ ոստիկանները դրանցով օգտվել են։ Կանխարգելի միջոցառումների հետ կապված ասեմ ձեզ, ձեր մատնանշած բոլոր դեպքերով ոստիկանությունը կոնկրետ Մուրացան Հալինը հասցեի կապված դեպքի շուրջ մեկ ամիս առաջ իրականացրել է շրջայց տեղում ստիպումներ իրականացրել պրոֆիլակտիկ աշխատանք կատարել է։ Հիմա դուք կանխարգելիչի մասով ասում եք, բայց եթե ուշադիր լինեիք, ես իմ թվային պատկերների մեջ շեշտեցի, որ կանխվել է սպանության փորձի 6 դեպք, բայց բոլորս սիրուն շրջանցեցինք այդ դեպքերը, ոչ մեկին չէ հետաքրքրել, դա ինչ դեպքեր են, քանի մարդու կյանք է փրկվել։ Դա ևս ոստիկանության կանխարգելիչ միջոցառումների շրջանակում իրականացված աշխատանքների արդյունք է, օպերատիվ հետախուզական։ Սպանության 6 նախապատրաստության դեպք, որ առնվազն կանխվել է մարդկային կյանքեր։ Անցած տարի 12-ն են եղել այդ դեպքերը։ Հա, անցած տարի 12-ն են եղել։ Այս տարի 6 ամիս է։ 6 ամիս են, հա։ Բայց սահուն բոլորը շրջանցել։ Այդ կանխարգելիչ միջոցառումների արդյունքում է նմանատիպ դեպքերը պրոֆիլակտիկ եւ նաեւ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում է իրականացվում այդ սպանության փորձերի կանխումը։ Դեպքերի հետ կապված մշտապես ոստիկանությունը իր հսկողության տակ է պահում զինամթերքի, ռազմամթերքի հայտնաբերումը, դրա ուղղությամբ աշխատանքներ հաճախակի իրականացնում ենք նաեւ, եթե դուք ուշադիր եք եղել նկատում եք, Երևան քաղաքում մեր հետիոտն բարեկության ծառայողների եւ հետիոտն կարգախմբերի քանակը փոխվել են, շատացել են, եթե ուշադիր եք եղել, Երևան քաղաքում սկսել են ավելի շատ բարեկություն հետիոտն իրականացնել, եւ նաեւ տուրիստական այդ ժամանակաշրջանում, եթե նկատել եք, քաղաքում հոսքը շատ է։ Սկսել ենք ավելացրել կանխարգելիչ միջոցառումների հետ կապված նաև հետիոտն բարեկություն իրականացնելը գվարդիայի ուժերով։ Ոստիկանության գվարդիան այս պայդրությամբ Երևան քաղաքում իրականացնում է իր կարգախմբերի միջոցով բազմաթիվ շրջայցեր եւ ավտոպարեկություն, բացի դա չի վերաբերում, խոսքը չի վերաբերվում բարեկային ծառայությանը, գվարդիայի մասին է խոսքը, եթե ուշադիր եք եղել, գվարդիայի մեքենաներով շրջայցը իրականացվում է բոլոր վարչական շրջաններում Երևան քաղաքում։ Կանխարգելիչ միջոցառումների հետ կապված ասեմ ձեզ, բազմաբնույթ միջոցառումներ իրականացնում են, բայց դա մենք չենք համարում, ոստիկանությունը չի համարում, որ բավարար է։ Հասել ենք, որ բավարար արդյունքի։ Մենք ունենք արդյունքներ, բայց չենք հասել մեր ցանկացած արդյունքների։